Մենք Գյումրիում ենք, այսօր Գյումրու օրն է, բայց քիչ առաջ էր ասացի Գյումրու տոնը խամրում է առանց սրբազանի, Սրբազան Հաչապոյանը փակված է 2 տարով, ում հրամաններ ինչու է թշնամին ուզում, որ Սրբազանը փակված մնա։ Տեսեք, խորքի մեջ սա ավելի գլոբալ է, իրավիճակը, քան որ մենք պատկերացնում ենք, Սրբազանին տադելով իրենք չտադեցին Սրբազանին, իրենք տադեցին հայոց ոգին, բայց այդ ոգին միշտ ազատարար է ու ինքը միշտ ազատատենչության ցանկասիրության անպայման մի տեղից կպորտկա։ Եվ սա ես նկատի ունենամ մի բան, որ սա երկար չի տևելու եւ իրենք պատասխանը անպայման ստանալու են ու այսօրվա կարգավիճակից ելնելով չեմ ուզում ուղղակի անեցքների տարապով սկսեմ այս ամեն ինչը, բայց ու չեմ ուզում ասել, որ Աստծուց կգտնեն այդ ամեն ինչը, ոչ, սա կգտնեն հայ ժողովրդից եւ հայոց ընդանուր ողջույց։ Սա ներելի չէ, Սրբազանը ինքը որպես այդպիսին անձ էր, ով պարզապես ուզում էր ազատատենչությունը, ով պարզապես ուզում էր հայ ժողովրդի մաքրամաքուր ապրելակերպը եւ ընդհանրապես մեր ուժն ու զորությունը։ Սրանք Սրբազանին տատելով տատեցին, նորից եմ ասում, հայոց ազատարար ոգին, բայց հուսամ, որ երկար չի տևելու եւ այդ 2 տարին, որ տվել են, այդ 2 տարին 2 տարի չի լինելու։ Սա անպայման շատ արագ ու շատ շուտ ինչ որ մի տեղից պորտկալու է եւ պատիժը անպայման ստանալու են սրանք։ Նիկոլ Փաշինյանը ինքը որպես այդպիսին ինքը վախից փորձեց ուղղակի զուտ հայոց ոգին ջնջել, բայց ես շատ ուրախանում եմ, որ ինքը վախենում է։ Չեք պատկերացնում, այնքան եմ ուրախանում իր վախերից, որովհետև ճիշտ է, ինչ որ մի տեղ նաև մենք ենք դժում մեր ամեն ինչից, բայց ամեն դեպքում իր վախը ցույց է տալիս, որ ինքը ամեն դեպքում գիտակցել է, որ ինչ որ մի բան սխալ է անում եւ պարզապես կատարելով իր վերակացումների, այսպես հրամանները, ուղղակի չի կարող ավելի զերծ պահել իրեն։ Բայց սա Նիկոլ Փաշինյանի վերջին շտրիխներն է ազգային դաստիարակության, ազգային գաղափարախոսության, ընդհանրապես ազգային ապրելակերպի նկատմամբ։ Ինքը սրանից հետո այլևս ոչ մի բան չի կարողանալու անել, միայն իրեն մնում է, որ խոստովանի, որ սխալ է արել եւ այդ սխալի ուղղումը պարզապես ներելով, ներում խնդրելով, եկեղեցիներում մոմեր վառելով, չգիտեմ ինչ անելով ինքը սրա տակից պիտի դուրս գա մի կերպ, եթե ոչ ես գիտեմ մի բան, որ ինքը մահ չի ունենալու եւ իր այդ կեցվածքից ելնելով իրեն մենք թույլ չենք տալու, որ ինքը մահանա, ինքը չպիտի մահանա։ Եվ վերջին հարցը, խնդրեի երկրորդ հարցը, մեր սարիկը, ձեր սարիկը, նրանց սարիկը, չգիտեմ, ոնց ասեմ, երեք ասեց, որ ռուսները վատ բալքեր են բերել, այստեղ ակնհայտ է, որ բոլոր ուրաները ուղղում են ռուսական բազայի դեմ, ինչ կասեք, եթե կա չամառոտ սարիկին։ Տեսեք, սարիկը էլի մեր սարիկն է, ձեր սարիկն է, իրանց սարիկն է, չգիտեմ ով է, բայց ամեն դեպքում սարիկը այն անձնավորությունն է, ով ինքը չպետք է ասի, թե մենք ռուսներին ինչ են բերել, ինչ են տարել։ Ինչի եվրոպացիները չեն բերել տարել, որ մենք իրանք են բերել տարել։ Էս էլ կա։ Շնորհակալ։